Հայաստանում մեկ շնչին ընկնող հնան 2018 թվականից ավելի քան կրկնապատկվել է, 53%-ով համախառն ներքին արդյունքը աճել է, 280,000 աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում, 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրն է իրականացվել Հայաստանում, 5000 կիլոմետր ճանապարհ է կառուցվել Հայաստանում, Հայաստանում արդեն կա արհեստական բանականության կենտրոն Երևանի պետական համալսարանում, արհեստական բանականության գործարան Գագարինում եւ Հրազդանում բացվում է արհեստական բանականության կենտրոն։ Հայաստանում, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն կենսաթոշակը եղել է 16000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46000 դրամ է։ 2025 թվականի պետական բյուջեն 2017 թվականի պետական բյուջեի նկատմամբ ավել է 135%-ով։ Այսինքն 25 թվի մի հատ 17 թվի բյուջե ա եղել մի հատ պլյուս եւ պլյուս 35%։ 2018 թվականից հեղափոխության հաշվին մենք 6.6 միլիարդ լրացուցիչ դոլար բերել ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Հայաստանի Հանրապետությունում առողջության ապահովագրության համակարգ է ներդրվել։ Մի դարակազմիկ հեղափոխական որոշում։ Բայց ես ուզում եմ մենք ընկալենք, որ դա net չէր, որ մենք 2026-25 թվի մեկ էլ ասենք բա չանենք։ Մենք 2018 թվից ենք այս բարեփոխման վրա աշխատում, բայց դա ոչ թե հետաձգվում էր, այլ քայլեր էինք, ամեն տարի որոշումներ ենք կայացրել, որ քայլ մոտենանք, այնպես որ բան չլինի։ Մենք այդ որոշումը կայացնենք, համակարգը չփլուզվի։ Մենք նոր բանակ ենք ստեղծել։ Դուք մայիսի 28-ին տեսաք այդ բանակի մի հատվածը միայն։ Մի հատվածը։ Որովհետև նախ մի հատվածը։ Դուք հիշում եք ինչ էին ասում են պետական պարտքը եւ 8 միլիարդ եք սարքել։ 8 միլիարդ։ Ուրեն փողերը։ Ուրեն փողերը։ Բայց ես ուզում եմ ձեզ ցույց տամ փողերը երկու տեղ։ Նախ մի մասը սպառազինությունը ցույց տվեցինք, երկրորդն էլ Հայաստանում հյուսիս-հարավ ճանապարհների կառուցման տեմպերը նայենք։ Ընդ որում դրանք վարկային ծրագրով իրականացվող ծրագրեր են եւ մենք չենք որոշել, որ դրանք վարկով պետք է անեն։ Մեզնից առաջ պիտի վարկով, մեզնից առաջ է դա որոշվել։ Եվ երբ որ աշխատանքը չի արվում, այդ պետական պարտքը չկա։ Երբ որ արդեն կառուցեցիր, այդ պետական ֆինանսավորումը գնաց, պետական պարտքը երևում է։ Այսօր Հայաստանում ամենաերկար կամուրջն է կառուցվում հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում։ Մեղրիում 720 մետրանոց կամուրջ է կառուցվում։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային կազմի զինվորական կա։ Թոշակների մասը ասցի, բայց արձանագրենք, որ միջին կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Հայաստանը այսօր միջազգային հեղինակություն է վայելում։ Դուք տեսեք, երբ ա եղել Հայաստանի պատմության մեջ, որ այսքան երկրների ղեկավարներ այցելել են Հայաստանի Հանրապետություն։ Մի հատ նայեք նախորդ տարվա իմ միջազգային շրջումների շրջանակը, երկկողմ, Չինաստանի նախագահ, Ռուսաստանի նախագահ, Միացյալ Նահանգների նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Եվրամիության հանձնաժողովի նախագահ, Եվրամիության խորհրդի նախագահ, Գերմանիայի կանցլեր, Լեհաստանի վարչապետ եւ այլն։ Բայց ամենակարևոր ձեռքբերումը միանշանակ եւ աներկբա խաղաղությունն է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար